Okay, արդեն հասկացանք թե altcoin-ն ինչ է, եկեք հասկանանք altcoin-ի ն վատնել։ Լավ, տեսեք, որպեսզի altcoin-ը լավը լինի, մի քանի կրիտերիա կա։ Առաջինը, որ պետքա հիմքը ռեալ պրոյեկտ լինի։ Լավ, երկրորդը, որ պետքա նայեք, եթե ուզում եք ինվեստիցիա անեք, դա ռեալ թիմն է։ Կա թե չկա։ Պարտադիր պետքա գնաք ու մի հատ Google անեք բոլոր թմի անդամներին, ովքեր են հիմնադիրները, ովքեր են տեխնիկները, ովքեր է մարքեթինգը, մի խոսքով իրանց անցյալը նայեք, հասկանաք, տեսնեք անցյալում նորմալ է, նորմալ չի, ինչքան ինֆորմացիա կարողանաք հայտարարեք, այնքան լավ։ Հետո երրորդ կետը այնա, որ արդյոք այն իդեան, որ իրանք ունեն, հետաքրքիր է, պետանիա, պետքական գաղափարը։ Եթե պիտանիա եւ այլն ինչ որ խնդիր լուծում է, ապա ընտիր։ Բայց եթե պետքա դնեն ինչ որ մի հատ էշշ մի բան սարքեն, որը որ լրիվան նպատակ է, ի վերջո, եթե նույնիսկ լավ թիմ է լինի, որը որ շատ խիստ կասկածում եմ լավ թիմ ունենան, այդ դեպքում պրավալա գնալու, զրոանալու այդ coin-ը զգուշ եղեք։ Հաջորդ շատ կարևոր փաստը այնա, որ active development, իրանք շարունակական պետքա գործ անեն, շարունակական պետքա update-ներ տան եւ այլն, roadmap կոչվածը այնա, որ A կետում ենք, ուզում ենք հասնենք B կետ։ Ինչ ենք անելու ճանապարհին, որպեսզի B կետին հասնենք, ու այնտեղ գրված է, չգիտեմ, մարտ, ապրիլ, մայիս, կարող է երամսյակով, կարող է կես տարով, էական չի։ Կարևորը այնա, որ իրանք ժամկետներ են դնում roadmap-ի մեջ, ու այդ ժամկետները իրանք update են անում, երբ որ ժամանակը գալիս է, ասում են, մենք պետքա հիմա Android-ի application ստանանք, պետքա հիմա trading անենք, պետքա գնանք, այս գործողությունն անենք, այն անենք ու անեն դա։ Եթե դա անում են, ուրեմն լավ է, եթե չեն անում, ուրեմն լավ չի։ Դա շատ կարևոր է, որտեվ խոսքի տեր պետքա լինեն, որպեսզի դու վստահես իրանց։ Հակառակ դեպքում եթե ասեն, դե մի բան կանենք, հետո էլ չանեն եւ այլն, դա ճիշտ չի։ Community support-ը այնա, որ ինչքան մարդ կա, որ հավատում է, առել են, խոսում են, օրինակ, կա այստեղ Reddit, կա Twitter, X-ը, Discord, մտնեք նայեք, տեսնեք հետևորդներ կան, չկան, եթե կան, ապա ինչքան է ակտիվությունը, այսինքն ակտիվորեն խոսում են, քննարկում են եւ այլն, թե ասենք 10,000 հոգանոց ինչ որ մի բան առել են, մի անկյունում շպրտել են, ուղղակի ցույց տան, որ ինչ որ մի բան կա, բայց ոչ մեկ ոչինչ չի խոսում։ Այդ ակտիվությունը նույնպես պետքա դիտարկվի։ Reddit-ը շատ ուժեղ տեղ է, որպեսզի ման գաք, ու Twitter-ում ոչ պակաս կարևոր տեղ է, որ անդադ խոսում են, քննարկումներ է տեղի ունեն։ Լավ։ Discord-ը արդեն սպეციფიკա կարա եւ լավ լինի, կարա եւ չլինի։ Եվ որը որ ամենակարևորներից մեկն է, ինձ համար նույնիսկ ամենակարևորը, որ ամենամեծ change-երում ինքը listed լինի, այսինքն դու կարողանաս այդ coin-երը trade անես։ Ինչի համար, որովհետև այդ մեծ change-երում, exchange-երում այնտեղ են, որտեղ որ միլիոնավոր մարդիկ կան, միլիոնավոր աչքեր կա, որ տեսնելու է ու առնելու են, եթե հետաքրքիր լինի պրոյեկտը։ Օրինակ, ունենք Binance, ունենք Coinbase, Bybit, OKX կամ Kraken, դա top 5-ն են, որը որ եթե որևէ միտեղ առնվազն գրանցված է, listed է, այդ coin-ը ուրեմն թույն է։ Արժի խորանալ, արժի փող դնել։ Կախված է թե իհարկե ինչ աստիճանի է, բայց համենայն դեպս դա գլխավոր բաներից մեկն է, որ պետքա նայենք։ Հետո որն է, որ ոչ մի դեպքում չարժի առնել այդ coin-ը։ Հետևյալն է, եթե դուք չեք կարողանում որևէ տեղեկություն գտնեք հիմնադիրներից, թե հիմնադիրով է, ինչ ճանապարհ անցել ու ընդհանրապես, եթե չեք կարողանում ինֆորմացիա գտնեք թմի մասին եւ այլն, մոռացեք այդ պրոյեկտը։ 100% սքեմը ու փողերի լվացման ինչ որ բան կարա լինի ու կորուստով եք դուրս գալու մի խոսքով։ Որ ձեզ երաշխավորում են, որ դուք գումար եք աշխատելու 100% եկեք ինվեստիցիա արեք այստեղ ու տեսեք ինչքան լավ ալնելու ձեր ապագան։ Ու չգիտեմ, ասեն հորս արև սենց են կանելու, նենց են կանելու մի խոսքով։ Լիքը բաներ։ Հետո
որտեղ որ մենակ hype է, այսինքն ոգևորվածություն կա, բայց product չկա։ Սա խոսում են, տակը բան չկա։ Այսինքն ոգևորվելու են միանգամից շուկան գինը բարձրանալու է, ու այն պայն որ հասկացան, որ հա, հետո ինչ է էսի անելու, բացի ոգևորված լինելուց ուրիշ ինչ անելու, ոչ մի բան միանգամից ընկնելու է մեռնի այդ coin-ը։ Լավ, մեկ էլ այն meme coin-երը, եթե meme coin-ը առնեք, որ 100x, 1000x, հեսա տեսեք ինչ են կանելու, այսինքն ցանկացած team, պրոյեկտ, որը որ ձեզ խոստանում է երաշխավորված ինչ-որ բան, հեռու մնացեք, որովհետև երաշխավորված ոչինչ չկա։ Մարդիկ սիրում են երաշխավորված բառը, հա, բանալի բառը, որ բոլորս երաշխավորվածը $1000 ունեմ, արի 1000-ս էլ դրեմ, որտեվ ձև չկա կորի։ Կակրաս հենց այդտեղ է թակարդը դրված, որ հենց այստեղ էլ երաշխավորված է, որ դու կորցնելու ես։ Երաշխավորված բառը ճիշտ է, բայց ոչ թե շահույթի, այլ կորուստի դեպքում։ Հաշվի առեք այս բոլոր փաստերը, եթե ուզում եք ինչ-որ coin-ի բան անեք, որովհետև բառից բուն իմաստով հազարավոր coin-եր կան, որը որ անընդհատ շուկա է մտնում։ Պետք է կարողանաք տարանջատեք լավը վատից։ Եթե չկարողանաք անեք, լավ չի։